Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք ֆինանսական ոլորտի մասին։ Ֆինանսիստները, որոնք մեծ նշանակություն ունեն ոլորտի կայացման, զարգացման գործում, այս ոլորտը դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, եւ մեզ հարկավոր է հասկանալ այս ոլորտի ընդհանուր տրամաբանությունը, կառուցվածքը, խնդիրները եւ անելիքները անշուշտ։ Այս թեմայով խոսելու ենք Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ պարոն Սողոմոն Միրզոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Պարոն Միրզոյան, նախ ինչպես առաջացավ միտք ստեղծել Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան, որն էր դրա շարժառիթը, նպատակը, փիլիսոփայությունը։ Շնորհակալություն, նախ շնորհակալություն հրավերի համար։ Գաղափարը շատ ավելի ընդգրկուն էր, քանի որ հետևաբար նաև կանոնադրական նպատակները բավական ընդգրկուն են ասոցիացիայի մեջ։ Առաջնային գաղափարը ձևավորել մի առանձնացված համայնք, մասնագիտական համայնք, խոսքը ֆինանսիստների մասին է, որտեղ կարող են կենտրոնացնել մասնագիտական ներուժը, հետագայում դա ի շահ կազմակերպությունների, ի շահ պետության, այսպես ասած, օգտագործելու համար։ Հետևաբար գաղափարը, հետևաբար նաև կանոնադրական նպատակները միտված էին նրան, որպեսզի այդ ներուժը օգտագործենք եւ կրթական եւ կազմակերպություններում միջազգային մոդելների ներդրման եւ պետություն մասնավոր համագործակցության կապերը ձևավորելու համար։ Սա որպես ընդհանուր գաղափար եւ ուրախությամբ պետք է փաստեմ, որ բավական լավ եւ ոգևորիչ արձագանք գտավ ասոցիացիայի ստեղծումը եւ հենց սկզբնական փուլում անդամակցությունը ասոցիացիային փաստեց այն մասին, որ մասնագիտական համայնքը միտված է կենտրոնանալու եւ իրենց ներուժը կենտրոնացնելու այս համատեքստում։ Այստեղ մի կարևոր հանգամանք եւս առանձնացնեմ, շատ դեպքերում ֆինանսիստ եւ հաշվապահ մասնագիտացումները կամ աշխատանքային հարաբերությունները նույնացվում են իրար հետ։ Մենք նաև ասոցիացիայի միջոցով փորձ ենք կատարում տարանջատել այդ երկու իրար շատ մոտ, բայց նաև բովանդակությամբ որոշակիորեն տարանջատված մասնագիտացումները եւ դրանով եւս նպաստել մասնագիտական ներուժի կազմակերպություններում ներուժի կիրառմանը։ Այո, շատ ճիշտ եք նշում, կազմակերպությունների շատերում ընդունված է այսպես ֆինանսիստի փոխարեն հաշվապահ ունենալ եւ վերջ խնայել գումարներ, բայց ժամանակակից այսպես միտումները, տենդենսները վկայում են, որ ֆինանսիստը բավականին լուրջ անելիքներ ունի եւ իր գործը ոչ միայն եղած արձանագրել, այլ նաեւ առաջարկներ, կանխատեսումներ անել այս առումով։ Եթե կարճ անդրադառնանք նաեւ անդամակցության, ով եւ ինչպես կարող է անդամակցել ձեր ասոցիացիային։ Անդամակցությունը երաշտյան համակարգով է գործում, կան լիիրավ անդամներ, նրանց նկատմամբ կան որոշակի պահանջներ եւ կրթություն եւ մասնագիտական ստաժ, ֆինանսիստի մասնագիտական ստաժ կամ գիտակրթական ոլորտում աշխատանքային գործունեություն տվյալ բնագավառում գործունեություն իրականացած մասնագետների մասով եւ ունեն կամավոր անդամներ, ովքեր որ ունեն բավական կամավոր անդամներ եւս, ուսանողներն են կամ սկսնակ աշխատակիցները, ովքեր եւս ցանկանում են չեն կարող դիտարկվել որպես լիիրավ անդամներ, բայց իրենց ներգրավվածությունը ասոցիացիայում բավական թարմ շունչ է հաղորդում ասոցիացիայի գործունեության, նաև իրենց համար է հենց արդյունավետ այն առումով, որ սկսում են շփվել արդեն բավական փորձառություն ունեցող մասնագետների հետ եւ ըստ այդմ արդեն հենց տեղից վերցնել են ինֆորմացիան, ինչը իրենց կպահանջվի տարիների ընթացքում։ Այսինքն ուսանողներ, շրջանավարտներ եւ ուսանողներ տարբեր բուհերից այս պահին մոտ 35 կամավոր անդամներ ունենք տարբեր բուհերից, սկսած տնտեսագիտական համալսարան, պետական համալսարան, ֆրանսիական համալսարան, պոլիտեխնիկական համալսարան, ունենք տարբեր բուհերից ունենք եւ թվականակը ուրախություն մեզ եւ կամավորների եւ լիիրավ անդամների գնալով պրոֆեսիոնալների կազմներ եւս ավելանում է։ Ունենք եւս մեկ, այսպես ասած, մակարդակ անդամակցության, դա պատվավոր անդամի ինստիտուտն է։ Այս պահին ունենք մեկ պատվավոր անդամ ակադեմիկ ունենք, ում ներկայությունը ասոցիացիայում դա չափազանց կարևոր է նաև հենց ասոցիացիայի բոլոր անդամների եւ նրա գործունեության համար։
Շատ լավ։ Եկեք անդրադառնանք մեր բուն այսպես քննարկմանը, ինչ խնդիր է լուծում ֆինանսիստը կազմակերպության համար, ինչու պետք է սեփականատերը ֆինանսիստ ունենա։ Շատ լավ հարց, շատ հետաքրքիր ու այդ հակիրճ ձևակերպման մեջ բավական ընդգրկուն հարցադրումներ։ Փորձեմ մի փոքր անդրադառնամ, թե ֆինանսիստի կատարած աշխատանքը ինչումն է հանգում եւ ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես կառավարել այդ համակարգերը։ Նախ ես հաճախ եմ ձևակերպում ստանում նրան, որ ֆինանսական հոսքերը դրանք կլինի կազմակերպություն, կլինի պետություն, թե ընտանիք, դրանք արյունատար համակարգն են ֆինանսական հոսքերը եւ եթե արյունատար համակարգը առողջ չի գործում, տվյալ համակարգը դառնում է արդեն խնդրահարույց։ Այստեղ եթե փորձենք կազմակերպություններին անդրադառնալ, հոսքերը, այդ արյունատար հոսքերի կառավարումը առաջին հայացքից դեռևս 90-ականներից է այդ մոտեցումը գալիս, առաջին հայացքից թվում է շատ պարզ, այսինքն որքան դրամական միջոցներ են գալիս, ընդհանրապես պետք է դա տեսնել եւ որքան վճարումներ ունենք անելու։ Առաջին հայացքից թվում է, թե այդքանը բավարար է ֆինանսական հոսքերը կառավարելու համար, բայց առաջին հայացքից իրականում բավական բարդ եւ հատկապես միջին եւ խոշոր կազմակերպությունների համար, չեմ ցանկանա վախեցնեմ մեր ունկնդիրներին, բայց բավական բարդ համակարգեր են եւ ես շատ հաճախ զուգահեռում եմ առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների, բժիշկների հետ, ինչի որովհետեւ նրանք պետք է խորապես պատկերացնեն մարդու օրգանիզմը ամեն մի դետալ, ամեն մի նրբություն, որպեսզի կարողանան առողջացման, այսպես ասած, ծրագիր մշակեն մարդու կյանքի հետ կապված։ Նույնը կազմակերպություններում է։ Եթե մենք փորձում ենք կամ ինչը որ շատ հաճախ 90-ական թվականներից էր գալի, փորձում ենք այսպես աշկաչափով, ինտուիտիվ կամ մոտավորության հիման վրա հոսքերի կառավարման գնալ, միգուցե հաջողենք, բայց միգուցե չհաջողենք։ Այստեղ ռիսկի մեծ աստիճան կարող է առաջանալ, բայց եթե մենք դետալացված գիտենք, թե մեր որևէ գործարք, մասնավորապես օրինակ վարկերի ներգրավումը կազմակերպություններում, միգուցե տվյալ պահին անհրաժեշտություն լինի, բայց օրինակ 2, 3 կամ 5 ամիս հետո ինչ վատ կամ ցավալի հետևանքներ կարող է ունենալ կազմակերպության համար, որը տվյալ պահին տեսանելի չէր, դա կարող է հենց հարցեր առաջացնել։ Հետևաբար միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ մոդելներ, կան բազմաթիվ, այսպես ասած, ես ինդիկատորներ եմ անվանում դրանց, ինդիկատորներ, որոնք անընդհատ աչքի տակ պահելով մենք փորձում ենք այդ ձեռքներս պահել զարկերակի վրա եւ տանել առաջ կազմակերպությունը։ Ես ինքս 150 ինդիկատորներ եմ առանձնացրել հենց պրակտիկ գործունեությանը վերաբերող ֆինանսական հոսքերի կառավարման մասով, որոնք պարբերաբար ինֆորմատիվ բնույթի ազդանշաններ են տալի, թե յուրաքանչյուր կատարված կամ կատարվելիք process ինչ հետևանքներ կարող է ունենալ հենց բիզնեսի վրա։ Հետևաբար ֆինանսիստը տարբերվում է նրանից, որ ինքը պետք է պարբերաբար կարողանա լուծումների առաջարկման հնարավորություններ ունենա գործարարին, որովհետև պարտադիր չի գործարարը լինի ֆինանսիստ։ Իհարկե մեր բավական հմուտ գործարարներ ունենք, որոնք բիզնես հոտառությամբ կարողանում են շատ process-ներ բավական հաջող առաջ տանել, բայց ժամանակակից մարտահրավերները պահանջում են ավելի խորքային ընկալումներ։ Ես իրենց ասում եմ, ձևակերպում եմ այսպես, որ ինֆորմացիան վերցնում ենք մանրադիտակի տակ, այսինքն առաջին հայացքից տեսանելի ինֆորմացիան դա դեռ բավարար չէ։ Կարող է որոշակի հնարավորություններ ստեղծի, բայց բավարար չէ որոշումներ կայացնելու համար։ Օրինակ, մենք բոլորս գիտենք, որ մեր երակներով արյուն է հոսում, բայց մինչև մենք դրա բաղադրության վերաբերյալ մանրակրկիտ լաբորատոր ինֆորմացիա չունենանք, շատ դժվար կլինի դրա վերաբերյալ բուժում նշանակել եւ ոչ մի բժիշկ կարծում եմ չի գնա այդ քայլին, բայց ցավոք սրտի մեր հայկական կազմակերպություններից շատերը մոտավոր պատկերացնելով process-ների մասին արդեն ունենալով որոշակի փորձի վրա հիմնված որոշումների կայացման հնարավորություններ հենց այդպես է շարունակվում։ Չեմ ասի բոլորը, բայց դեռևս ունենք 90-ականներին պահպանված այդ ցավոտ ասած մոտեցումը։ Պարոն Միժյան, ավելի հստակեցնեմ իմ հարցը, օրինակ ենթադրենք աշխատանքային պայմանագիր ենք կնքում ֆինանսիստի հետ։ Ինչ գործառույթներ ենք ֆիքսել, օրինակ 5 կետ, օրինակ, որը կֆիքսեք։ Առաջին պլանավորումներ, կանխատեսումներ, որոնք չափազանց կարևոր, բայց չեմ ասի բոլոր, շատ կազմակերպություններում բացակայում է պլանավորում եւ ինքը հեշտ չէ, բայց բավական անհրաժեշտ, այսինքն մենք գծում ենք նավիգատորը ուր է ուզում կազմակերպությունը գնալ։ Հաջորդ շատ կարևոր հանգամանքը
իրավաչափ, այսպես ասած, հաշվառումը ֆինանսական, ոչ միայն ֆինանսական հոսքերի, եկամուտների, ծախսերի, եղած ռեսուրսների։ Մեր գործարանի մի զգալի մասը ֆինանսիստին նույնականացնում են այսպես սև հաշվապահության անողի հետ, այսպես։ Դա արդեն կարելի է ասել հետ նահանջող երևույթ է եւ նույն հարկային հաշվառող հաշվապանել կարող է ձեր ասած գործառույթը իրականացնել։ Մյուս հանգամանքը, որ չափազանց մեծ կարևորություն եմ տալիս, դա վերլուծություններն են։ Այսինքն վերլուծական հիմքի վրա խորանալ դետալների մեջ, վերլուծական հիմքի վրա ձևավորել այն հիմնավոր բազան, որի վրա կարելի է հենվել եւ որոշումներ կայացնել։ Երբեմն հարց է հնչում, արդյոք արժի այդքան խորանալ, տեսնել խնդիրներ, միգուցե մենք խնդիրը տեսնելով չկարողանանք այդ խնդրին լուծում տալ, ավելի լավ չէ չիմանայինք այդ խնդրի մասին։ Ես հակված չեմ համաձայնվել այդ մտքի հետ, որովհետև պետք չէ, այսպես ասած, ջայլամային քաղաքականություն վարել ու փորձել չտեսնելու տար խնդիրները։ Ոչ, ես հակված եմ նրան, որ պետք է այդ վերլուծական բազայի վրա բարձրացնել խնդիրները, տեսնել որն է հնարավոր ավելի հրատապ լուծել, որը ավելի երկարաժամկետ ժամանակահատված տեղափոխել, որի վերաբերյալ ընդհանրապես խնդիր չունենք, իդեպ վերլուծությունների հիման վրա պարտադիր չի մենք խնդիրներ բացահայտենք, մենք միգուցե տեսնենք հնարավորություններ, նոր հնարավորություններ կազմակերպությունների, որ ավելի ճիշտ ռեսուրսների կառավարման ժամանակ հնարավոր լինի այդ բացերը լրացնելով հնարավորություններ ստեղծել։ Մնացածը կարելի է կառուցել այս ամեն ինչի շուրջ, ես կարծում եմ, որովհետև եւ կարևորը վերահսկողություն, որովհետև եթե կազմակերպությունը ֆինանսական վերահսկողությունը թերի է կամ թույլ է, ես երբեմն իմ տրեյնինգների ժամանակ այդպիսի մի քանի սլայդ հիշեցի, որ այսպես ծակված տոպրակի միջից աստիճանաբար դրամական միջոցները հոսում են ու կազմակերպությունը չի նկատում, որ հոսեցին, իրեն թվում է թե ինքը լավ վաճառքներ ունի, լավ շահույթ է ձևավորում, բայց այն աննկատ հոսող հատվածը տեսանելի չի։ Շատ դեպքերում այս դա վերահսկողության թույլ կամ լոյալ լինելն է, այսպես ասած, հետևաբար չափազանց կարևոր է վերահսկողությունը եւ արտադրական, եւ վաճառքի, եւ HR հատված բոլոր ուղղություններում կազմակերպությունների։ Պարոն Միրզոյան, դուք ոչ միայն տեսաբան եք, այլ նաեւ պրակտիկ աշխատող, որը տասնյակ ընկերությունների, այսպես ֆինանսական վերահսկողություն է իրականացնում, ծառայություններ է մատուցում։ Ըստ ձեզ, հայ իրականության մեջ ձեռնարկությունները ինչպիսի հիմնական ֆինանսական խնդիրներ են ունենում, որը կախված է օբյեկտիվ, սուբյեկտիվ գործոններից։ Շատ լավ հարց, բայց փորձեմ ընդհանրական ներկայացնել, որտեղ ամեն մի կազմակերպության մոտ շատ առանձնահատուկ եւ սպეციფիկ է իրավիճակները։ Մի ընդհանուր այսպես հարց կամ հարցադրում, որը որ հանդիպում եմ շատ կազմակերպություններում։ 90-ական թվականներից եկող դեռևս մոտեցումներ, որոնք ներկայիս առաջանցիկ ժամանակահատվածում, արհեստական բանականության կիրառման ժամանակահատվածում դարձել են բավական հնացած։ Նույնիսկ այդ բիզնես հոտառությամբ որոշումներ կայացնելը։ Ես հենց փորձ եմ մեկնաբանել, այսինքն շատ կազմակերպության ղեկավարներ ասում են, դե ինձանից լավ մեր կազմակերպությունը ոչ մեկ չի կարող պատկերացնել, հա, ով պետք է գա, ինչ մասնագետ պետք է գա, որ պատկերացնի, թե իմ կազմակերպությունում ինչ է տեղի ունենում։ Բնականաբար թե հավատեմ, որ կողքից մեկը կարող է գալ եւ իրենց Միգուցե հենց իրենք այն զրոյական իրավիճակից ձևավորելով կազմակերպությունը ամեն մի նուրբ դետալի վերաբերյալ ունեն շատ ավելի մեծ պատկերացում, քան մասնագետները։ Բայց պատկերացրեք, եթե ես հիմա ձևակերպեմ, ասեմ, ես ունեմ սիրտ հիմա եւ դժվար թե ինձանից լավ որևէ մի մասնագետ իմ սրտի վերաբերյալ կարողանա ինֆորմացիա տա։ Ես կարծում եմ, որ կան այդ մասնագետները, որ եւ իմ սրտի եւ կազմակերպության սիրտը համարվող այդ դրամական հոսքերի բազայի վերաբերյալ կարող են տալ ել ավելի շատ ինֆորմացիա, քան կազմակերպության ղեկավարները։ Սեփականատերերը այն սխալները իրենք չեն տեսնում կամ իրենց համար դա նորմալ է, ընդհանրեն օրական այսքան կորուստ իրանք պետք է ունենան։ Դա էլ կա, բայց այո, դա էլ եմ հանդիպել, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն այդ մոտեցումները սկսել են նահանջել։ Արդեն շատ կազմակերպությունների եւ ղեկավար կազմ եւ հիմնադիրներ ձգտում են ավելի գրագետ կառավարման մոտեցումներին։ Միգուցե իրենք, երբ որ զրուցում եմ իրենց հետ, միգուցե այդ ներկայացրածս 150 այդ ինդիկատորներ, դետալներ իրենք չպատկերացնեն։ Շատ դեպքերում ես այդ լեզվով էլ չեմ փորձում խոսել հիմնադիրների հետ, այլ պայմանական, այսպես ասած, մասնագիտական լեզուն փորձում եմ թարգմանած ձևով ներկայացնել հիմնադիրներին։
բայց այն ձգտումը, որ իրենք փորձում են ամեն մի լրացուցիչ ինֆորմացիա ստանալ, դա արդեն ուրախացնող է։ Այսինքն մենք պետք է եւ ուզած-չուզած պետք է նահանջենք վաղուց ձևավորված այդ կարծրատիպերից եւ կազմակերպություններում ներդնենք մոդելներ, որոնք աշխարհը արդեն վաղուց ընդունել է, խոսքը ֆինանսական կառավարման մոդելների մասին է եւ դրանք արդեն իրենց փորձառությունը գտել են շատ տարբեր երկրներում։ Իհարկե ես հակված չեմ այն մտքի հետ, որ այսպես արմատներից, ճակերտներով արմատներից պետք է այդ մոդելը հանել, բերել, տեղադրել այստեղ, ասել ոնց ուզում է թողաճի, ոչ մենք պետք է հաշվի առնենք նաև մեր երկրի առանձնահատկությունները, մեր մոտեցումները, մեր տեղայնացման հնարավորությունները, որոշակի փոփոխությունների ենթարկենք մոդելները եւ փորձենք ադապտացնել այն իրավիճակին, այն իրողություններին, ինչը որ այսօր ունենք։ Բավական խնդիրներից մեկը նաև հաշվետվողականության խնդիրն է, որովհետև կազմակերպություններից որոշներում շատ հայտնի այդ 3 հաշվետվությունները՝ եկամուտ ծախս, դրամական հոսքեր եւ հաշվեկշիռներ, ակտիվ պասիվների հաշվեկշիռներ, դրանք որոշ դեպքերում միաձուլված ենք տեսնում։ Եվ հիմնական խնդիրներից նաև այն, որ հաշիվների վրա տեսնելով դրամական միջոցներ պայմանական ավելցուկ, կազմակերպության ղեկավարը կամ հիմնադիրը պատկերացնում է, որ դա իր ավելցուկային եկամուտն է եւ շահույթն է, որը կարող է օգտագործել, հաշվի չառնելով մի շարք այլ մեծ հանգամանքներ, որոնք հետագայում են ի հայտ գալու, դա ամենաշատ հանդիպող բաց թողում, ասեմ ես, բաց թողումներից մեկը կարելի է համարել։ Այսինքն իր կրեդիտորական պարտքերը հաշվի չառնելով, այո, եւ կրեդիտորական պարտքը ծախսել, այո, այս գումարը ծախսել, հետո ասել ինչի չկարողացանք այս ամիս վարձակալության վճարը, օրինակ, բարեհաջող Օրինակ դրա փոխարեն ինչ է առաջարկում։ Կա եւս մեկ հաշվետվություն, որը եկամուտ ծախսերի հաշվետվությունն է ներկայացնում իրենից, որովհետեւ միգուցե մենք այսօր պահին տեսնենք հաշիվների վրա ազատդրամական միջոցներ, բայց 3 օր հետո մենք ունենք վճարելու հարկեր կամ աշխատավարձ կամ այլ կրեդիտորական պարտքեր, որոնք արդեն իսկ արձանագրված են եկամուտ ծախսերի մեր հաշվետվությունները որպես ծախս եւ որպես ազատ շահույթ մեզ արդեն մյուս հաշվետվությունը նկարագրում է։ Իրենք տարբեր թվեր են լինում միշտ եւ զուտ շահույթը եւ ազատ դրամական միջոցներ իրենք չեն համընկնի ու պարտադրել չի համընկնեն, որովհետև ցանկացած կազմակերպություն ունի կրեդիտորական պարտքեր, որը արտացոլվում է եկամուտ ծախսերի հաշվետվությունում, կարող է արտացոլվել, մի մասը շատ մասնագիտական բանի մեջ չխորանամ, մի մասը կարող է արտացոլվել, իսկ դրանց մասով ազատ դրամական միջոցները դեռևս մենք տեսնենք եւ հակառակ բանը կարող է տեղ ունենալ, մենք շահույթ չունենանք, ունենանք դրամական միջոցներ, ունենանք շահույթ չունենանք դրամական միջոցներ, հա։ Նաև ձեռնարկության գործունեության ընթացքում մեր ձեռնարկատերերից շատերը նաև չեն պատկերացնում տնտեսական ծախսերը որոնք են, հա, տնտեսական շահույթը որն է, եւ այստեղ նաև ֆինանսիստ անշուշտ պետք է կարողանի բացատրել, որտեղ ոչ բոլոր ծախսերն ա որ հնարավոր է այսպես արձանագրել, փաստաթղթավորել։ Օրինակ այս մասով ինչ լուծումներ եք առաջարկում, որ գործարարները հասկանան իրենց իրական օգուտն ու շահույթը, որովհետև մարդիկ վերցնում են, ենթադրենք, մենակ այսպես փաստաթղթային ծախսերն են վերցնում, բայց հաշվի չի առնում, որ այս տարածքը իրենն է, օրինակ բիզնեսի պարագայում, դրա համար փող չի տալիս, կամ ինքը իր ժամանակն է ներդնում այդ բիզնեսի մեջ, որի համար եւս փող չկա եւ նման այսպես երևույթ է։ Ինչպես է այս հարցը լուծում։ Ես ուրախությամբ այդ մասով պետք է լուծեմ, որ հատկապես վերջին մի քանի տարվա մեջ հանդիպում եմ դեպքերի կազմակերպություններում, որտեղ ձեր ասածը արդեն կիրառվում է։ Այսինքն կա այլընտրանքային եկամուտ կամ կորցրած հնարավորություն, եթե այդ տարածքի իմը չլներ ես վարձակալեի որքան լրացուցիչ ծախս։ Եվ բնականաբար ձևակերպում է վարձակալության պայմանագիր հիմնադիրը կամ հիմնադիրները, որ կազմակերպության հետ կնքում են պայմանագիր եւ վարձակալության դիմաց տալիս են, տրամադրում են տարածքը կազմակերպությանը կամ նույն իրենք եթե մասնակցում են նաև կառավարմանը, պարզապես ներդրող հիմնադիր չեն, այլ մասնակցում են նաև կազմակերպության գործունեության կառավարմանը, իրենք ձևակերպվում են որպես աշխատողներ եւ այդ ժամանակի համար, որ իրենք ծախսում են, ստանում են աշխատավարձ։ Այսինքն այդ եթե իրենք չզբաղվեին կառավարմամբ, բնականաբար որևէ ուղղակի կառավարում, ենթադրենք վաճառքի բլոկի ղեկավարի գործառույթ է կատարում հիմնադիրը, ապա պետք է հրավիրել վաճառքի տնօրեն, որին պետք է վճարել աշխատավարձ։ Այդ աշխատավարձը ոչ մի բան չի խանգարում, որ ինքը իրեն վճարի եւ այդ եկամուտը ինքը որպես ֆիզիկական անձ ստանա այստեղից։ Այս մասով ավելի խորանալու պարագայում շատ հետաքրքիր է, երբ որ մենք տարանջատում ենք
կազմակերպության գործունեության 3 բլոկները՝ գործառնական, ներդրումային եւ ֆինանսական բլոկները, եւ ինչպես եկամուտ ծախսերում, այնպես էլ դրամական հոսքերում դրանք տարանջատված են արտացոլվում, որովհետեւ միգուցե մենք այս պահին հաշիվների վրա տեսնենք դրամական միջոցներ, բայց դրանք մերը չեն, որովհետեւ քիչ առաջ, այսպես ասած, մենք վարկային ռեսուրսներ ենք ներգրավել։ Հետևաբար իրենք մեր հիմնական կամ գործառնական գործունեության մեջ չպետք է մասնակցեն որպես մուտքեր։ Իրենք պետք է առանձնանան այդ մեր հիմնական գործունեության մուտքերից եւ արտացոլվեն ֆինանսականում։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը, լուծումը նաեւ որպեսզի հնարավորինս արտացոլվեն բոլոր եւ եկամուտները, եւ ծախսերը, եւ մուտքերը, եւ պրոցեսները տարանջատվի, դա այդ գործունեությունը 3 մասի տարանջատելն է։ Պարոն Միրզոյան, կարծում եմ շատ կարևոր նաև հանգամանք է ներդրումները կազմակերպություններում։ Շատ հաճախ մեր կազմակերպություններում ներդրումներ կատարելուց առաջ որևէ վերլուծություն չի իրականացում, հաշվի առնելով այդ ներդրումների վերադարձը, արդյունավետությունը, դիսկոնտավորումը, այսպես երկարաժամկետ քանի տարվա ընթացքում արվում եւ այսպես դնում հաշվում են, այսքան գումար ենք դնում, այսքան ստանալու ենք։ Այս խնդիրը ինչպես եք դուք լուծում կամ ֆինանսիստները ինչպիսի խորհուրդներ են տալիս։ Եվս ի ուրախություն բոլորից պետք է ասենք, որ այս մասով արդեն իսկ մենք ունենք կոտրած կարծրատիպեր, որովհետև եթե նախկինում նույնիսկ այդ նախնական հաշվարկը չէր արվում, կազմակերպության ներդնողը ուներ այսքան գումար, պայմանական ասում էր եկեք ներդնենք այստեղ, տեսնենք ինչա ստացվելու, նույնիսկ չունենալով ակնկալվող արդյունքի վերաբերյալ որոշակի պատկերացում։ Այսօր դա արդեն հետ է նահանջել, որովհետև գոնե նախնական ներդրումների ձևավորման ընթացքի, ներդրումների կատարման ընթացքի եւ կանխատեսումներ ապագայում ստացվող միջոցների եկամուտների վերաբերյալ նախնական պատկերացում կա։ Հարցը այլ է, թե որքան է դա ավելի խորքային ձևով կատարվում, որովհետև ես այստեղ մի քանի դրվագային կետեր տարանջատեմ, որովհետև արևմուտքում կամ աշխարհում զարգացած երկրներում առանց հետգնման ժամկետի կամ MPV ձևակերպումը տամ այսպես, զուտ բերված արժեքի, ապագա եկամուտների կմեկնաբանեմ դա ինչին է վերաբերվում, չեն անի ներդրումներ, որովհետև կնշանակի փակ աչքերով մեր գումարը ներդնում ենք միտեղ, չիմանալով հետագայում ինչ է լինելու։ Հայկական ձևակերպում կա, ասում են Աստված մեծ է, մի դուռ կբացվի, հա, բայց ավելի գրագետ մոտենալու պարագայում կան մի քանի հստակ ընդգծված կետեր, որոնք պարտադիր ցանկացած ներդրողներ ու դեպ մենք անում ենք ոչ միայն նոր նախագիծ ներդնելու ձևավորելու ժամանակ, այլ նաև նախագծի մեջ ենթանախագիծ ձևավորելու ժամանակ մենք դիտարկում ենք իրեն որպես առանձին օրինակ պայմանական եւս մեկ խանութների ցանցի պարագայում եւս մեկ խանութ է ուզում հիմնադիրը ավելացնել, մենք դիտարկում ենք իրեն նոր ներդրումային նախագիծ եւ նախագծի շրջանակներում իրացնում ենք բոլոր անհրաժեշտ հաշվարկներն ու գնահատականները։ Առաջինը դա վերաբերում է զուտ ներկա արժեքի բերելուն, բացեմ ինչի մասին է խոսքը։ Եթե մենք ներդրումը կատարում ենք 2025 թվականին, 26 թվականին պայմանական եւ ակնկալիք ունենք մինչեւ 30 կամ 32 թվականը մեր կատարած ներդրումները հետ բերել, այսպես ասած։ Մենք պետք է գնահատենք գնողունակությունը, այսպես ասած, ավելի պարզ պատկերավոր լինելու համար, թե արդյոք մեր 28 կամ 30 թվականի ստացված եկամուտը կամ մուտքը համարժեք է 25 թվականի տարվա նմանատիպ համարժեք դրամական միջոցներին։ Աշխարհը ընդունել է, գնահատել է դեռևս հարյուրավոր տարիներ առաջ, որ դրանք իրար համարժեք չեն։ Այսօրվա $100 եւ 28 թվականի $100 պայմանական որպես միավոր նշելու պարագայում իրենք իրար հավասար ու համարժեք չեն։ Հետևաբար կա մեթոդ, որով որ ապագա ժամանակահատվածի այդ ձեր ասած դիսկոնտավորման մեթոդով կարողանում ենք բերել ներկա պահին պայմանական 100 միլիոն դրամը, որը կստանամ 30 թվականին, որքանին է համարժեք այսօրվա պայմաններում, եթե ես ցանկանում եմ ներդրումներ կատարել։ Երկրորդ կարևոր հատվածը դա հետգնման ժամկետն է։ Այլ հարց է առանց դիսկոնտավորման հետգնման ժամկետ հաշվել եւ դիսկոնտավորված միջինում մենք գնահատել ենք, որ դիսկոնտավորման միջոցով հետգնման ժամկետը 1 տարի ավելի ուշ է հասնում պայմանական միջինացված, քան առանց դիսկոնտավորելու, առանց փողի ժամանակային լագը հաշվելու, այսպես ասած։ Հետևաբար սա առանց դիսկոնտավորման պարագայում հիմնադիրներին որոշակի ոչ ամբողջական ինֆորմացիա է տալի եւ իրենք միգուցե իրենց թվա, որ իրենք արդեն իսկ ներդրումները հետ են բերել եւ սկսեն արդեն դրամական միջոցների նկատմամբ այլ ավելի
հանգիստ վերաբերել, այսպես ասած, շահաբաժիններ կազմակերպությունից դուրս բերելու կամ կապիտալը դուրս բերելու պարագայում, բայց բանից պարզվի իրենք 1 տարի հետո պետք է ներդրումը հետ բերեին, կատարած ներդրումները, ինչը ավելի այդ 1 տարվա ընթացքում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Մյուսը կատարված ներդրումների եկամտաբերությունը կամ շահութաբերությունն է, չափազանց կարևոր, որովհետև եթե մենք 100 միլիոն դրամ ներդրում ենք կատարել ու պայմանական տարեկան 10% եկամտաբերություն ունենք, մենք որպեսզի հասկանանք, ուրախանանք այդ 10%-ի համար թե ոչ, մենք պետք է համեմատենք այլ նախագծերի հետ։ Հետևաբար այստեղ հենց օգնության է գալիս ներդրումների շահութաբերությունը, ինքը ROI ցուցանիշ է կոչվում, թե արդյոք միավոր ներդրումը, որ ես կատարել եմ X ոլորտում կամ X կազմակերպությունում, այդ միավորը որքան շահույթ է ինձ կարողանում բերել։ Միգուցե ես այդտեղից որոշակի ներդրումներ հանեմ եւ այլ ոլորտում ավանդներ դնեմ, պետական պարտատոմսեր ձեռք բերեմ, հա, կամ բաժնետոմսեր առնեմ այլ կազմակերպությունում ավելի նպատակահարմար լինի։ Հետևաբար նրանք էլ ներդրումներ դիտարկելով յուրաքանչյուր ներդրման, երբ որ եկամտաբերությունը, շահութաբերությունը հաշվում ենք, մեր համար ավելի ներդրումային նախագիծը գնահատելի ու իրատեսական է դառնում։ Եվ այստեղ մի շատ կարևոր ցուցանիշ կա, որին կուզեմ եւս անդրադառնամ ներդրումների մասով, կոչվում է SHAM, IRR-ի ցուցանիշ է կոչվում SHAM, որով գծում ենք պայմանական այն տոկոսային ծախսերը, որոնք կատարում են կապիտալը ներգրավելու համար կազմակերպություն եւ այդ կապիտալի համար կատարված բոլոր հնարավոր վճարումները այդ SHAM-ից անցնելու պարագայում եւս գնահատում ենք, որ օրինակ 4-րդ կամ 5-րդ տարվանից հետո պրոյեկտը կարող է դառնալ ոչ արդյունավետ։ Շատ կարևոր ցուցանիշ է եւ իրեն համադրում ենք տարբեր, օրինակ եթե մենք կազմակերպությունը գեներացնում է 10% շահութաբերություն, բայց մենք կազմակերպությունից 12% դուրս ենք տալիս այդ կապիտալը ներգրավելու համար, շատ կարճ ժամանակ հետո կազմակերպությունը կանգնելու է լուրջ ֆինանսական խնդիրների առջև։ Եվ ի սկզբանե հենց պլանավորման ժամանակ, նախագծման ժամանակ փուլում, երբ որ մենք դնում ենք այդ բոլոր շեմերը, դա դառնում է ավելի կառավարելի։ Ձեր ասած բոլոր ինդեքսները, ցուցանիշները, ինդիկատորները կարևոր նշանակություն ունեն բիզնես հասկանալու եւ վերլուծելու համար, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու։ Անշուշտ այս ամենի համար պետք է բավական լուրջ գիտելիքներ, վերապատրաստում ունենալ։ Ֆինանսիստների ասոցիացիան այս մասով ինչ աշխատանքներ է տանում վերապատրաստումների կազմակերպական այս գործընթացը առաջ տանելու համար, հաշվի առնելով, որ դուք նաեւ պրակտիկ փորձ է կուտակել, ոչ միայն տեսական։ Մի քանի մասի բաժանեմ, 3 մասի բաժանեմ այս հարցադրման պատասխանը։ Առաջինը մենք հենց ասոցիացիայի ներսում պարբերաբար իրականացնում ենք արդեն գործող եւ փորձ ունեցող մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր եւ այն մոդուլները, որոնք որ իրենց հետ քննարկում ենք, դրանք արդեն վաղուց աշխարհում ընդունված եւ կիրառվող մոդուլներ են եւ դրանք հենց արդեն գործող մասնագետների շրջանակներում փորձում ենք դրանց զարգ տալ։ Ասոցիացիայի անդամների մասին է խոսքը։ Երկրորդ հատվածը արդեն իսկ ներկայումս այս պահին ունենք պայմանավորվածություններ, կնքած հուշագրեր մի շարք կազմակերպությունների, նաև պատրաստում ենք առաջիկայում կրթական բուհերի հետ կնքել հուշագրեր, այդ պրակտիկ փորձը կիսվելու նաև տարբեր ոլորտում, իրական ոլորտի, բանկային ոլորտի մասնագետների հետ, որպեսզի կարողանա ճյուղավորվել այս կարևոր փորձի փոխանցումը նաև այլ կառույցների։ Նաև բուհերի հետ ունեցել ենք հանդիպումներ, տարբեր բուհեր բարձր կուրսերի ուսանողներին ներկայացրել ենք այս ամեն ինչի կարևորությունը, որովհետև իրական ոլորտ մտնելով այդ նոր սերունդն է, որ պետք է կարողանա ձևավորի այն բազան, որի վրա հենվեն նաև ղեկավարները։ Չենք բավարարվել դրանով, նաև վերջին հատկապես 2 տարին տարբեր դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ հանդիպման շրջանակներում փորձել ենք իհարկե սաղմնային փուլում կարևորություն տալ այս բոլոր հարցադրումներին, որպեսզի գոնե հետաքրքրություն առաջանա այդ նոր եկող սերունդի մեջ եւ այս առումով փորձենք արդեն իսկ դպրոցական շրջանից բերել դեպի կառավարման դաշտ։ Այս առումով ունենք արդեն պայմանավորվածություններ շատ կազմակերպությունների հետ, նաև կրթական ծրագրեր իրականացնելու համար, ներկայումս քանի որ գտնվում են սաղմնային փուլում, չեմ ցանկանա շատ բաներ բարձրաձայնել, բայց առաջիկայում մեր հանրությունը կտեսնի դրանց այսպես ասած լավ պտուղները։ Ֆինանսիստի մասնագիտությունը այնպեսին է, որ ինքը շատ ակտիվ պետք է համագործակցի մյուս մասնագիտությունների հետ, մյուս ոլորտների հետ։ Ինչպես է ասոցիացիան այս խնդիրը լուծում։
համագործակցության եւ զարգացման։ Ասոցիացիայի ներսում մենք ունենում ենք հրավիրված հյուրեր նաև այլ ոլորտներից, սկսած իրավաբանության ոլորտից, սկսած աշխատանքային օրենսգրքի HR հատվածից, որովհետև ֆինանսիստը, երբ որ մտնում է կազմակերպություն, ուզի առնչվելու է եւ HR հատվածի հետ, եւ արտադրության հետ, եւ մատակարարումների հետ, հա, հետեւաբար թեկուզ կազմակերպության ներսում ֆինանսիստը պետք է կարողանա առնվազն նվազագույն գիտելիքներ ունենա հենց բոլոր գործունեությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես բոլոր ոլորտներին առնչվող ֆինանսիստի գործառույթների հետ, մենք երևի թե չենք կարող առանձնացնել մի ոլորտ, որտեղ ֆինանսիստի անհրաժեշտությունը չլինի։ Սկսած կրթության ոլորտ, առողջապահության ոլորտ, որովհետև հենց ծրագրեր, որոնք օրինակ հենց իրականացվում են առողջապահության ոլորտում սարք-սարքավորումների ներգրավման, ինքնարժեքի ձևավորման, գնագոյացման քաղաքականությունների մշակման, այս բոլորը հենց ֆինանսիստի ձեռքի գործն է, այսպես ասած, հա, եւ թեկուզ հենց լրագրության ոլորտում բոլոր ոլորտներում ֆինանսիստի դերակատարությունը առանցքային պետք է լինի, հետեւաբար նաև հետագայում մտածում ենք կոնկրետ նեղ մասնագիտացված ուղղություններ ունեցող ֆինանսիստներ կարողանանք այսպես ասած պատրաստել, որոնք կտիրապետեն հենց այն ամենանեղ դետալային հարցերին, որ ամեն մի ոլորտ ունի եւ դրանք շատ առանձնահատուկում է լուծումներ ներկայացնելու պարագայում։ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան ինչ կազմակերպությունների հետ է ներկայումս համագործակցում եւ դա ինչ նոր հանգրվանի ձեզ կհասցնի։ Ֆինանսիստների ասոցիացիան համագործակցություն ունի Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ, որտեղ ներգրաված են մի շարք ինչպես ասոցիացիաներ, տարբեր հասարակական կազմակերպություններ, իրական ոլորտի կազմակերպություններ եւ այնտեղ շփումը տարբեր կազմակերպություններ հետ առանցքային նշանակություն ունի եւ ասոցիացիայի եւ հենց գործատուների միության հետ։ Ունենք հուշագիր արդեն ստորագրած աուդիտորների պալատի հետ, որը եւս կենտրոնացնում է մասնագիտական հատվածը եւ ամենավերջում կնքած ունենք հուշագիր, որ արդեն ֆորմալ ձևով ներկայացնենք, այն բոլոր շատ պայմանավորվածություններ ունենք, բայց դրանցից առանձնացնել նրանք, որոնց մասով արդեն ունենք փաստաթղթավորված հուշագրեր առնվազն։ Լիզինգատուների ասոցիացիայի հետ ընդհանուր վերջերս ստորագրեցինք համագործակցության հուշագիր եւ մեծ ծավալի, այսպես ասած, աշխատանքներ ենք նախատեսում ինչպես ֆինանսական բանկային ոլորտում գրագիտության էլա մի քայլ դեպի առաջ գնալու, այնպես էլ լիզինգատուների ասոցիացիայի միջոցով նաեւ այդ գրագիտությունը դեպի կազմակերպություններ, լիզինգի առարկա ներգրավող եւ վաճառող կազմակերպություններ ֆինանսական գրագիտության բարձրացան առումով։ Թերևս այս բանը ֆիքսված որպես համագործակցություններ, ֆորմալ համագործակցություններ, կազմակերպություններ, կառույցներ, այս կառույցներն են, ունենք պայմանավորվածություններ մի շարք բուհերի հետ համագործակցության հուշագրերի ստորագրման եւ արդեն առարկայական քայլեր կատարելու առումով, ինչպես նաեւ ասոցիացիայում ընդգրկված անդամների կազմակերպությունները որպես ոչ ֆորմալ ձևով կազմակերպություններ ակամայից ներգրաված են որպես համագործակցող կազմակերպություններ մեր ասոցիացիան։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մի զգալի մասը ֆինանսական գիտելիքների պակաս ունի եւ պարբերաբար այսպես նման խնդիրների հետ առնչվում եւ խորհրդակցության կարիք է զգում։ Ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը, սկսած օրինակ նույն եկամուտների հայտարարագիր կլինի, վարկ կլինի, տարբեր հարցեր կլինի, մեր քաղաքացիները ինչպես կարող են այդ խնդիրները շատ այսպես արագ լուծել կամ տեղեկանալ այդ խնդիրների լուծման մասին։ Մենք ունենք իրազեկման վերաբերյալ հարցեր, անկեղծ խոսենք, թերևս այս առումով մի շարք միջոցառումներ իրականացնում ենք, մասնավորապես ասոցիացիայի շրջանակներում հանդիպումներ ենք ունեցել մարզային, հատկապես մարզերում որոշ կառույցների, որոշ համայնքների բնակիչների հետ, սակայն դա շատ փոքր ծավալն է այն ամբողջ մեծ աշխատանքի, որը պետք է իրականացվի համապետական նշանակության ծրագրեր իրականացնելու համար։ Այս փուլում դեռևս ունենք գաղափար, որը ինքը էլի սաղմնային փուլում է, ծրագրեր, որոնք որ միտված կլինեն հենց գյուղացիական տնտեսության մասով վարելու, այսպես ասած, գրագետ վարելու մասով
Սկսած ձեր նշած հենց վարկային ռեսուրսներ ներգրավելու եւ դրանք օբյեկտիվ եւ արդյունավետ ձևով կառավարելու մասով, մինչեւ ծախսերի էֆեկտիվության հասնելը։ Իհարկե հեշտ չի, որովհետև պարտադիր չի, որ մեր գյուղացիական տնտեսության վարողները, այսպես ասած, ունենան մասնագիտական ֆինանսական գիտելիքներ, բայց գոնե այն նվազագույն գիտելիքները պետք է փորձենք հասցնենք նաև մեր համայնքներին։ Ոչ միայն նկատի ունեմ կազմակերպությունների շրջանառակներում ֆինանսական գրագիտությունը, այլ նաև գյուղացիական տնտեսությունը։ Մյուս ծրագիրը, որի վերաբերյալ կա այս պահին մտորումներ, հենց ամբողջ ազգաբնակչության մասով գրագիտության, ֆինանսական գրագիտության բարձրացնելը, վարկային ռեսուրսների ներգրավման, ծախսերի կատարման, հայտարարագրման հետ կապված, որովհետև ի վերջո հայտարարագիրը, որքան էլ ասենք դա եկամուտների եւ ծախսերի, այսպես ասած, արտացոլում չէ միայն եկամուտների, ամեն դեպքում աշխարհի եղած փորձը ցույց է տալիս, որ դա նաեւ ծախսերի հաշվառմանն է։ Հաջորդ էտապով գալու է դրան եւ ի վերջո դա անել առանց նվազագույն գիտելիքներ ունենալու կարծում եմ ի սկզբանե ձախողված կհամարվի, հա, հետեւաբար մենք պետք է նախապատրաստվենք նաեւ դրան։ Միջազգային փորձը վկայում է, որ նման մասնավոր ասոցիացիաների միջոցով իրազեկումը, հանրության պատրաստումը շատ հաճախ ավելի արդյունավետ է լինում, քան պետական մակարդակով իրականացումը, որովհետև մարդիկ այնուամենայնիվ պետական պաշտոնյայի նկատմամբ որոշակի վերապահում ունեն, զգուշավորություն, բա որ այս ինֆորմացիան հասցնի տեղ, հա։ Այսինքն մեր խնդիրներից մեկը նաև այսպիսի ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների միջոցով հանրությանը իրազեկելն է։ Մենք ցավոք այս ուղղությամբ ակտիվ աշխատող կազմակերպություններ շատ քիչ ունենք եւ այստեղ կարծում եմ դուք եւս բավական լուրջ անելիքներ ունեք ձեր առաջարկություններով տարբեր դրամական, դրամաշնորհային այսպես ծրագրեր իրականացնելու միջոցով, որը թույլ կտա իրոք մեր բնակչությանը իրազեկ դարձնել։ Վստահ եմ ձեզ տարբեր այսպես առիթներով մարդիկ համացանցով, հեռախոսով դուրսը կարող են մոտենալ այս կամ այն հարցը տալ։ Եվ սա պետք է որոշակի ինստիտուցիոնալացնել, որտեղ մարդիկ իրոք այդ խորհրդի կարիքը պարբերաբար ունենում են։ Ամբողջությամբ համաձայն եմ ձեր հետ եւ այն աշխատանքները նորից նշեմ, ինչ որ մենք անում ենք, դա ընդհանրապես 0.00%-ով կարելի է գնահատել, որովհետեւ աշխատանքները այս ուղղությամբ ահռելի են։ Հետեւաբար դպրոցական ծրագրերից սկսած մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ նայած երեխաները որոշակի չափից կամ դեռահասները սկսեն արդեն այդ ֆինանսական գրագիտության վերաբերյալ նախնական պատկերացում ունենալ, որ հետագայում դա մեծ կյանք մտնելով, այսպես ասած, կարողանան իրենց հետ տանել։ Այո, պետության անելիքը այստեղ իրազեկման մասով կարծում եմ ավելի փոքր է եւ հենց հասարակական կազմակերպությունների դերակատարությունը այստեղ կարող է ավելի մեծ լինել, ինչպես նաեւ լրատվամիջոցների, նաեւ շնորհակալություն ձեզ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, որովհետև սա եւս լուսաբանման եւ իրազեկման եւս մեկ կարեւոր հարթակ է եւ նմանատիպ հարթակները պետք է նաեւ հնարավորինս մեծ լինեն։ Այս մասով մենք բավական մեծ անելիքներ ունենք եւ նախագծեր կրկին սաղմնային փուլում նախագծեր ունենք, հուսով եմ, որ դրանցից իհարկե ոչ ամբողջությամբ բոլորը կարող ենք իրացնել, բայց կարծում եմ մեծ մասը իրենց հետաքրքիր եւ արդյունավետ լուծումները կստանան։ Ձեզ հաջողություն եմ մաղթում նոր նախագծերում, նոր գաղափարների իրականացման գործում։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք ֆինանսական կառավարման մասին, ֆինանսական գործունեության մասին, ինչպես բնակչության, այսպես շարքային քաղաքացու համար, այնպես էլ կազմակերպության համար։ Երկուսի դեպքում էլ շատ կարևոր է ֆինանսապես գրագետ լինելը, ֆինանսական գիտելիքներ ունենալը, եւ այս խնդիրը լուծելու համար անշուշտ դուք պետք է նաև հետաքրվեք, կարդաք, լսեք տարբեր մասնագետներին, փորձագետներին եւ անշուշտ դիմեք այդ կազմակերպություններին, որոնք զբաղվում են նման գործունեությամբ։